Երբ որ մենք ինքներս չենք հավատում, դա ամենամեծ խնդիրն է։ Երբ որ ասում ենք մեկը որոշված է, մեզանից կախված չի։ Ես ժամանակին, երբ որ պետական եկամուտների կոմիտեից դուրս եկա, Նիկոլ Փաշինյանից իշխանության օրոք բազմաթիվ տասնյակ մարդկանց ազատեցին ապօրինաբար աշխատանքից։ Ոչ մեկ չէին հավատում, որ իրենք հաջողություն կունենան դատարանում, բացի ինձանից եւ իմ նման մի քանի հոգուց։ Եվ մենք հաղթեցինք դատարանում։ Ես էլ այս թիմի անդամ եմ։ Ես երբևիցե որևէ խնդրեմ չեմ ունեցել եւ աշխատել եմ անբասիր կենսագրությամբ։ Եթե որևէ մեկը կա, որ փորձի ինձ հակառակը ապովի, դա զրպարտանք է եւ բամբասանք։ Ես ինչ եմ իմ անունից ասում, որովհետեւ այս թիմի падգամավորության տեխնացու եմ։ Այսինքն դուք նաեւ հավատացեք թիմի անդամներին։ Այստեղ մենակ Սամվել Կարապետյանի մասին չի խոսքը որպես առաջնորդ։ Ինքն է մեր առաջնորդը, մենք իրեն հավատալով ենք գնացել եւ այդ գաղափարներին հավատալով ենք գնում դեպի հաղթանակ։ Եվ մեկ անգամ եւս չմոռանանք, ինչից է սկսվել այս ողջ պատմությունը։ Եկեղեցին պաշտպանել ենք մեր ձևով։ Հիմա Ժորժ ջան, եկեք սենց երկու ընտրություն ունենք մենք։ Կամ պաշտպանում ենք մեր եկեղեցին ենք ընտրում, մեր ընտանեկան արժեքներն ենք ընտրում, մեր հայրենիքն ենք ընտրում, պարտավորականությունը չենք ընտրում, աղքատ Հայաստան չունենալն ենք ընտրում, մեր երեխաների անվճար կրթությունն ենք ընտրում, թե ինչ ենք տեսել վերջին մի ամսում լավ էս քարոզարշավի ընթացքում։ Ուտել խմելու տեսարան, չգիտեմ, սուտ խոսակցություններ, մեկ էլ ընդդիման խոստերին վիրավորել։ Եթե մի ԿՊ-ի ծրագիր ինձ կբացատրեք կամ կասեք ինչ ծրագիր իրենք ունեն, շնորհակալություն կամ ներողություն կհայտնեմ։